10 տարի է ինչ մեր շուկայում բանջարեղենի խայտարակ վիճակ է տիրում։ Դա բնորոշված է նրանով, որ Հայաստանն է ներմուծվում բանջարեղեն առանց մաքսազերծելու։ Գնում ենք նոր շուկայից են գալիս, շուկայում գները պամիդորի գինը 500 դրամ էր, 400 դրամ վարունգի գինը։ Երբ որ կա կոնտրոլ գին $3.30, որի 32%-ը պետք է գանձվի։ Իսկ իրանք վաճառում են 500 դրամով պամիդոր։ Այդ ոնց դուսա գալիս իրանց այդ պամիդորը նվիրել են Թուրքիայում։ Թուրքիայից բերել են, հասցրել են Երևան, ճանապարհածախսերը ոչ մի ճանապարհածախս չի եղել, փող չեն տվել։ Ու բերել են 500 դրամով վաճառում։ Ինչ գին որ մուծել են մաքսատանը, այդ գնով էլ դրած վաճառում են։ Ոնց կարող է դա այդպես բան լինի։ Դուսա գալիս դրանք սա ապօրինի է մտնում շուկա։ Մտել ենք այս ջերմատուն, հələ մի հատ նայեք պամիդորի վիճակը։ Այս մարդիկ հավաքել են, հիմա արդեն փչացել է, արկղներից հանել են, լցրել են վեդրոները, որ դույլերը որ տանեն սրանք թափեն։ Եվ պատկերացրեք, այստեղ հեսա որ հաշվեմ քանի, ըստ մի 200 կիլո պամիդոր կա, որը պիտի թափվի։ Հիմա ինչ անի այս ջերմոցատերը։ Գազի փողը պիտի տա, աշխատողների բաղում, աշխատողների հարկերը մուծում է։ Եվ վերջապես այս մի հատ թիվ կա։ Մենք ուսումնասիրել ենք, որ մեր ջերմատների աշխատողները իրանց եկամուտի 70%-ը մուծում են բյուջե, պետբյուջե։ Դա այն գազի էնդեսները, հոսանքի էնդեսները, աշխատավարձի եկամտահարկն, սոցիալական պարտականությունները դե մոտ 70% անում է։ Մենք բյուջեին փող ենք տալի, իսկ որ գնում են Թուրքիայից բանջարեղեն են բերում։ Ինչ է բալիս պետությանը, բացի դրանից, որ մեր վալյուտան դուսա գալիս թշնամու երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Ըստ մեր պետության օգուտը որն է։ Մի քանի մարդիկ, որ դրա մեջ փող են աշխատում, այդ մի քանի մարդկանց պատճառով հարյուրավոր տնտեսություններ, մեզ մոտ 950 փոքր եւ միջին ջերմատներ կա Հայաստանում։ Ես կազմեմ այդ օրինակներ բերեմ, մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, որ ամսական 1500 տոննա բանջարեղեն մատակարարենք։ Երբ որ ես գարունը առաջարկեցի իրանք ինձ գին հարցրեցին։ Ես որ գինը ասեցի, իրանք ասին, «Այստեղ ձեր հայերը բերել են դրա կես գնով են վաճառում»։ Հետո պարզվեց, որ թուրքական պամիդորը հայկական արկղների տակ գնացել է Ռուսաստան վաճառքի։ Հասիկ դուսա գալիս մեր շուկայում մեզ խեղդում են, դրսի երբ որ մեզ արտանես, էլի խեղդում են։ Ինչ անի այս մարդը։ Մենք հաշվարկ ունենք, որ այսքան տնտեսությունները մոտ 18000 հոգի մարդ են պահում։ Իգնատի Արաքելյանի հետ 3-4 օր մենք հեռախոսակապերի մեջ ամեն օր զանգում հարցնում եմ շուկայում վիճակը ինչ է, դզվեց թե չդզվեց։ Ու գիտեք ինչ, մի մոմենտ որ արդեն բան է, ականջներին ընկել է, որ նախարարին ենք դիմել։ Այդ բանջարեղենը սկսեց գալը ոչ թե Մալազիայի շուկա, այլ գալիս է այս Հովտաշատի շուկա։ Մալազիայի շուկա այսօր այս երկու օրա քիչ է մտնում։ Խաբար Հասելարյանց, որ կամանց զգուշացեք ստուգում են։ Մի հատ այդ բառը որ ստուգում են, մի հատ մեր նախարարի մի հատ զանգը պետ եկամտային կոմիտե բանջարեղեն մտել է, թե իրանք ասել են, որ ոչ մի բանջարեղեն չի մտել։ Այսինքն եթե իրանց մոտ չի նշվել դա չի մտել, ուրեմն դա չի գրանցվել, նա բայց մտել է, բայց մեքենաները եթե կան, եթե ապրանքը կա, դուք էլ նկարեցիք թուրքական արկղներով պամիդորները, ուրեմն ապրանքը մտել է։ Ոնց է մտել։ Ինչով է մեղավոր մեր գյուղացին, ֆերմերը։ Նայեք, այս ամբողջը կառուցվել է իրանց հաշվին։ Պետությունը, փաստորեն առանց պետության այս մարդիկ ինչ-որ մարդկանց հոգս են տանում։ Այս մարդկանց պետք է աջակցել։ Մենք ասում ենք փոքր ու միջին բիզնես, բայց փոքր ու միջին բիզնեսը տապալում ենք։ Եթե հավասար պայմաններ լինի, մեր ֆերմերները կարան մեր շուկան լրիվ ապահովեն բանջարեղենով։ Այնպես բան չկա, որ չկարողանան։ Մարդիկ դենան, եթե իրանց սատար են կանգնում, բոլորն էլ կաշխատացնեն։